Հոկտեմբերի 11-ին ժամը 1-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի կինոյի շենքի խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Պարզվել է, որ ժամը 01:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժինը հազանգ է ստացվել, որ Կրծքավանդակի եւ Աչբասկի շրջանում հրազենային վնասված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հն է։ Ժամեր անց Աբովյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին եւ հայտնում են, որ Որովայնի առաջնային պատի կտրած ծակած վեր կախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վն է։ Մինչև իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ գոտկային ձախկեսի կտրած ծակած վերքեր ախտորոշմամբ եւս մեկ հոգի տեղափոխվել է իրենց մոտ։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը կրկին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնում են, որ նշված անձին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00:30-ից 1-ն ընկած ժամանակահատվածում Աբովյանի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձինք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով եւ խախտելով բնակիչների անդորրը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ էլ հնչել են հայհոյանքներ ու կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են առնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս։ 44-օրյա պատերազմի ժամանակ ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվել է 16 տարի ազատազրկման, նաև զրկվել մայորի կոչումից։ Նա մեղավոր է ճանաչվել մարտի դաշտ ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Դատարանը նրան դատապարտել է յուրաքանչյուր հանցանքի համար 10-ական տարի ժամկետով ազատազրկման։ Պատժի սկիզբը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից 2021 թվականի մարտի 18-ից։ Ուստի նշանակված պատժին հաշվարկվելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։ Արագած սրճարանի զուգարանում 24 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի գործով դատարան են հրավիրվել մեղադրողի միջնորդած փորձագետները, որոնք դատարանի որոշմամբ ամենայն հավանականությամբ կմասնակցեն Պողոսյանի դին Արտաշիրի Մելուն եւ փորձաքննությանը։ Դատական նիստում ցուցմունք է տվել ականատես վկան։ Սթիվեն Նյուտոնը պատմել է, երբ զուգարան է մտել, Պողոսյանն արդեն մահացած է եղել, դեմքը ուռած, ճակատին մեծ վնասվածք։ Վկայի խոսքով դեպքի օրը երեկոյան որոշ արվեստագետների եւ կնոջ հետ եղել է Պապլավոկ սրճարանում, որտեղ տեսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Շարլ Անձնավուրին, նաեւ 2 հոգու, որոնցից մեկին ճարտարապետ էր անվանում։ Խոսքը Ստեփան Ստեփանյանի եւ նրա ընկերոջ Պողոս Պողոսյանի մասին էր, ըստ վկայի վերջիններս ասել են։ Բարև Ռոբո եւ վերադարձել իրենց սեղանի մոտ։ Երբ Քոչարյանն ու Անձնավուրը հեռանում էին, երկու անձինք հետևել են նրանց, այնուհետև թիկնապահների խումբն է իջել բոլորին աչուձախրելով ճանապարհը բացելում։ Այդ ժամանակ Քոչարյանը հեռացել է։ Ըստ վկայի Քոչարյանի թիկնապահները Ստեփան Ստեփանյանին եւ Պողոս Պողոսյանին տարել են սրճարանի հետևի զուգարան։ Ականատես վկային իր հյուրերից մեկն ասել է, որ այդ թիկնապահների շարքում է եղել նաև Քոչարյանի թիկնապահների պետը Կուկուն։ Երբ վկան ներս է մտել, տեսել է, թե ինչպես են թիկնապահներից մեկը ճարտարապետին ապտակում, բայց իրենց տեսնելով դադարեցրել է հարվածներ հասցնել նրան։ Դրանից հետո Սթիվեն Նյուտոնը տեսել է մյուս տղամարդու ոտքերը, որն արդեն մահացած էր, դեմքն ուռած էր, ճակատին առկա մեծ վնասվածք։ Թիկնապահներից մեկի ձեռքին վկան ատրճանակ է տեսել, բայց թե ով է նա չգիտի։ Զուգարանում Նյուտոնն անվտանգության 5 աշխատակից է տեսել։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25.252.000 դրամ որպես պետությանը պատճառված վնաս։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկվճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ հարկվճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման եւ ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես 13 խոշոր հարկվճարողների մոտ արձանագրվել է 136 չգրանցված աշխատողներ եւ առաջադրվել 34 միլիոն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկվճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտում, առաջադրվել է 128.2 միլիոն դրամ տուգանք։
Երևանի փոքր կենտրոնում գտնվող մասնավորեցման ոչ ենթակա տարածքը պետք նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ընկերությանը տրամադրելու գործով մեղադրյալի աթոռին են քաղաքապետարանի նախկին պաշտոնյան եւ անշարժ գույքի ռեգիստրը։ Խաչատրյանի որդիները վարձակալելով պուրակը ստորգետնյա հատվածում կառուցել էին շինություն եւ սեփականացրել այն, ինչի իրավունքը չունեին։ Պետությանը պատճառված վնասը 616 միլիոն դրամ է։ Հողատարածքների ապուրինի աճուրդների համար մեղադրվում են նաև Ղազարավան համայնքի նախկին ղեկավարն ու նրան օժանդակած 2 անձ։ Հողատարածքից 3 հեկտար վերադարձվել է համայնքին, որոշ չափով վերականգնվել է վնասը։ Պետբյուջեը մուտքագրվել 10.5 միլիոն դրամ։ Գործն ուղարկվել է դատախազին հաստատելու մեղադրական եզրակացությունը։ Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծի կատարելու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած ԿԳ-ն նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերն ու պետական սեփականություն հանդիսացող 3363 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի ԿԳ-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու համար մեկ այլ անձի օժանդակությամբ օրինականացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը։ Մեղադրանքներ են ներկայացվել ԿԳ-ին եւ նրան օժանդակած անձին։